Այսօր Նինոցմինդայում կայացավ նախընտրական քարոզարշավի վերջին հանդիպումը, որին ներկա էին Սամցխե Ջավախեթի նահանգապետ Զալ Գելաշվիլին, իր պատվիրակության ուղեկցությամբ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սմբատ Գուրեղյանը, Նինոցմինդայի ավականու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավականու և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, քաղաքացիներ և այլոք։ Այսօր մենք գտնվում ենք Նինոցմինդայի մունիցիպալիտետում, որտեղ հանդիպեցինք մեր ընտրողներին և զրուցեցինք առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 4-ին։ Մեր թիմի ներկայացուցիչները նշեցին, որ այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Նինոցմինդայի մունիցիպալիտետի, այլև ամբողջ տարածաշրջանի և երկրի համար։ Նրանք կոչ արեցին ընտրողներին կատարել խոհեմ որոշում և հայտնեցին հույս, որ հոկտեմբերի 4-ին Նինոցմինդայի բնակիչները իրենց աջակցությունը կհայտնեն իշխանական թիմին։ Սաղս իրար կանք դիանդրատարած ձեներս դիտանք, ձեր կավեին կարիքը մենք ունենք ավելի շատ աստարի կանստե անցած տարիներում։ Ավականու և քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով, ամփոփելով նախընտրական ծրագրերն ու համայնքի զարգացման վերաբերյալ իրենց տեսլականը։ Նրանք անդրադարձան քաղաքի առջև ծառացած խնդիրներին, կատարած աշխատանքների և առաջիկա ծրագրերին, ընդգծելով, որ Նինոցմինդայի զարգացումը շարունակվելու է բնակիչների աջակցությամբ։ Հարգելիներս, եկեք մի պահ գնահատենք մեր իրականությունը։ Այս իրականությունը, որը մենք ունենք, մեր կառավարության շնորհիվ ոչ մի հարևան տարածաշրջանի ոչ մի պետությունները չունեն։ Իրոք այս խաղաղությունը, որի համար մենք պարտավոր ենք կանգնելու մեր պետությանը, մեր կառավարության կողքին, եկեք գնահատենք։ Իրոք շատ մեծ գնահատելի է եւ խնդրում եմ ծափահարենք մեր կառավարությանն ու իշխանությանը։ Ինչպես հետևում եք մեր գործունեությանը, այսօր մեր քարոզարշավի վերջին, այս տարվա քարոզարշավի վերջին հանդիպումը ներքաղաքի բնակիչների հետ, ինչպես գյուղական համայնքներում, այնպես էլ տեղի ունեցավ հանդիպում քաղաքի ամբողջ բնակիչների հետ, նաև ներկայացրինք քաղաքը ներկայացնող ապագա ավականու անդամներին, այսինքն տեխնացուներին, ովքեր պետք է աշխատեն քաղաքում և ներկայացնեն քաղաքի բնակիչների հետաքրքրությունները և նախագծերը։ Ես գիտեմ և հույս ունեմ, որ մեր ընտրողները, ինչպես քաղաքի բնակիչները, այնպես էլ ամբողջ մունիցիպալիտետին կունենան համապատասխան հետաքրքրություն, համապատասխան կարծիք կազմած վրացական երազանքի գործունեության մասին և իրենց պատասխանը և հենց իրենց գնահատականը անպայման կտան հոկտեմբերի 4-ին։ Բոլորին մաղթում եմ խաղաղ ընտրություն, ճիշտ ընտրություն և այսպես ասած հոգու և սրտի իրավական, այսպես ասած, հենց ճիչ է դրոպեին, թե իրենց սիրտը և հոգին ինչ կթելադրի։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ բնակիչներ, ովքեր հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերն ու լսել պատասխանները, անմիջապես ղեկավարներից։ Քարոզարշավը եզրափակվեց վստահության կոչով, ընդգծելով միասնականության և համագործակցության կարևորությունը։